Առ այսօր ոչ մի հայ գործիչ Արցախի հարցում իր թույլ տված սխալների համար պատասխանատվություն չի կրել։ Առանց երկար պատմելու պարզապես թվարկեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգի մասին գիտեր, հայտարարեց այդ մասին, բայց փաստացի ետ քաշվեց ու հրաժարական տվեց, առանց հարցը լուծելու։ Ռոբերտ Քոչարյանը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այսօր երազանքի փաստաթուղթ է համարում, փաստացի Արցախին բանակցությունների սեղանից դուրս թողեց, իսկ իր հաջորդին էլ թողեց չլուծված հարցի ծանրությունը։ Սերժ Սարգսյանն էլ բանակցեց ու հեռացավ Արցախի հարցը ժառանգելով Նիկոլ Փաշինյանին, որին այսօր ամենավերջին բառերով է անպատվում, բայց որին կարելի է ասել առանց պայքարի տվեց իշխանությունը, փաստացի նրան վստահելով նաև Արցախի ճակատագիրը։ Փաշինյանն էլ լուծեց, Արցախը Հայաստան է եւ վերջից մինչեւ Ղարաբաղյան շարժման էջը փակված է, հայտարարությունները արվեցին 5 տարվա ընթացքում։ Արդյունքը Արցախի ամբողջական հայաթափումն է եւ այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել Հայաստանի ղեկավարներից եւ ոչ մեկը։ Ասեմ ավելին, բոլորն էլ գտնում են, որ իրենք մեղավոր չեն։ Այնպես որ հույս թե հայտնի մեղավորների անպատժելիության պայմաններում այս անորոշ իրավիճակում Արցախյան հարցով զբաղվող ինչ որ անձիկ կամ ինչ որ կազմակերպություններ պայմանական նշանավոր իրավապաշտպան օկամպոներ, շվեյցարացի падգամավորներ հաշվետու կլինեն կամ իրենց սխալների համար պատասխան կտան, փաստացի չկա։ Եվ հետո ով է պատասխան պահանջողը, որ իրենք էլ պատասխան տան։ Իդեպ այս թեմայով արդեն բավական հետաքրքիր նորություններ կան հայը հայի դեմ դրվագներով։ Առաջիկայում հաստատ այդ մասին խոսելու առիթներ կլինեն, մանավանդ թեման դեռ նոր է թափառում։ Այնպես որ ամուր եղեք, կհանդիպենք։